Տիկին Նազարյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է ուշագրավ հայտարարություններ արել բանակցային գործընթացի վերաբերյալ։ Հիմնական միտքը սա էր, որ Նիկոլ Փաշինյանը սկզբում կոնստրուկտիվ է բանակցությունները վարել, սակայն կտրուկ, ինչ-ինչ պայմաններում նրա տեսակետը փոխել է, որևէ հարցի շուրջ համաձայնության չի եկել, այսպես ասած, այդ կտրուկ փոփոխությունն էլ բանակցային գործընթացի տեսակետի բերել հանգեցրել է պատերազմի։ Նրա ասած միտքը սա էր, ավելին ասես 2019 թվականին առաջարկություններ են ներկայացվել, ինչը մերժվել է։ Ու մի շարք փաստերով այսպես ներկայացնում են, ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ Դավիթ Տոնոյանի հայտարարությունները մեջ բերեց համահայկական խաղերի անցկացում Արցախում, ասաց այս փաստերը բերել հանգեցրել են պատերազմի։ Ի վերջո, ինչու է Նիկոլ Փաշինյանը այդպես միանգամից փորձել փակուղի տանել բանակցությունները ու ի վերջո իշխանություն է, նաև վարչապետը պատասխանատվություն կրում ու այս ոչ հաստատուն բանակցային գործընթացն է տեսակետն էլ փաստորեն հանգեցրել է այս աղետին։ Ինչ կասեք այս մասին։ Շնորհակալ եմ հարցի համար, նշեցիք փակուղի, եթե ճիշտ ֆիքսեցի, որ տանում է դեպի փակուղի, ես թույլ տվեք շատ կարճ անդրադառնամ այս հարցադրմանը, որն է փակուղին, այսինքն փակուղին հետևյալն է, որ մենք ունենք օգոստոսի 8-ի նախաստորագրում, խաղաղության իհարկե համատեքստում եւ օգոստոսի 8-ից առաջ նախորդող եւ հաջորդող իրադարձություններ, որ ունենք կորսված Արցախ, որը ինչպես ադրբեջանական կողմն է նշում, պատերազմը ու կորուստները այդքան թե տարածքային թե մարդկային եղել են այս ոչ հաստատուն, ոչ կոնստրուկտիվ բանակցությունների հետևանքով։ Այդ դա է հետևանքը։ Ունեցել ենք պատերազմ, ունեցել ենք կորուստներ, ցավոք սրտի ոչ միայն տարածքների, այլև մարդկային կորուստներ, մի պարզ պատճառով, այս ճշմարտությունը շատ հստակ եւ պարզ է, ոչ թե 18-ից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից վարվող արտաքին քաղաքականության հետևանք էր, այլ 18 թվականից առաջ նախորդ իշխանությունների կողմից հասցնել այն կետին բանակցային ողջ գործընթացը, որ ելքը միայն պատերազմը կարող է լինել։ Ինչի մասին, ընդ որում, եկեք չմոռանանք, որ արդեն իսկ այդ մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչպես ազգային ժողովի ամբիոնից նա անթաքույց հնչեցրեց, եւ դա էլ պիտի հասարակությունը նաեւ այս մասով, ժողովուրդը հարց ունի, ինչու էր մտել փակուղի։ Նազարյան, այդ հայտարարությունները բոլորս լավ հիշում ենք Սերժ Սարգսյանի, բայց փաստացի հակառակորդ կողմը, ով որ բանակցությունների մասնակցություն է եղել, նշում է, որ տարբեր փուլերում թե ռուսական կողմից առաջարկներ են եղել պատերազմը դադարեցնելու, ելմանկետ վերադառնալու, բայց փաստացի հայկական կողմը այնպիսի բանակցություններ է վարել, որը բերել է այս հետևանքներին։ Հանրապետությունը այնպիսի բանակցություններ է վարել, որ մենք այժմ ունենք օգոստոսի 8-ի փաստաթուղթ։ Կարծում եմ, այս փաստարկը դա է, բայց մենք դրա հակառակ կողմն եւ դա ունի մի շարք բաղադրիչներ նաեւ։ Մենք 1 տարի 8 ամիս չունենք զոհեր, կրակոցներ, վիրավորներ սահմանին։ Արդյոք սա կարևոր ցուցիչը չէ այն բանի, որ ոչ թե գործող, ներկայիս իշխանությունը փակուղի է տանում կամ տարել է փակուղի, այլ օգոստոսի 8-ի փաստաթուղթը հիշատակելով կարող ենք վերջակետ դնել։ Ամեն ինչ ասված է այս փաստաթուղթով։ Ինչ վերաբերում է, երբ փոխում ենք տալիս արտգործնախարարին, արտգործնախարարության ադրբեջանական կողմի, ես կարծում եմ, որ կրկին հետ պետք է վերադառնալ այն փաստաթղթին, որը երկկողմ ստորագրմամբ տեղի ունեցավ Սպիտակ տանը նախագահի ներկայությամբ եւ ինչու՞ չէ նաեւ իր մեծ աջակցության ներքո։ Նազարյան, դուք անդադ շահարկում եք օգոստոսի 8-ի փաստաթուղթը, բայց անգամ ձեր արտաքին գործերի նախարարն ասել, որ եթե վերջնականն էլ այս փաստաթուղթը ստորագրվի, դա որևէ երաշխիք չէ խաղաղության։ Տեսեք, հարգելի լրագրող, իհարկե որևէ փաստաթուղթ, սևով սպիտակին գրված շատ դրական որևէ բովանդակություն, այո, շատ ողջունելի է, շատ դրական էմոցիաներ կարող է արթնացնել եւ բերել իր հետ, բայց գոնությունը ցանկացած պարագայում մենք պետք է ունենանք, մենք մշտապես պիտի կարողանանք ոչ միայն օգոստոսի 8-ի իրագործման հետևից գնալ, նաեւ բալանսավորել այս ողջ process-ը եւ այդ կներեք բարիս համար այդ արխային ընկնելու, եւ ոտքը գազից
այսպես ասած հանելու տրամաբանությանը բնականաբար կողմ չեմ եւ չի էլ կարող դա տեղի ունենալ, մշտապես պետք է զգոն լինել, գնալ այն փաստաթղթի հետևից եւ այն ինչ արտացոլվում է փաստաթղթում, գնալ դրա վերջնականացման, որից հետո կայուն խաղաղություն ապահովելու ճանապարհով։ Տիկին Ազարյան, դուք թիմի անդամ եք, իշխող թիմի անդամ եք, դուք տեղյակ եք 19-ին ինչ է ներկայացվել ու ինչու է իշխանությունը մերժել այդ փաստաթղթը, ինչ առաջարկներ է ներկայացվել։ 19 թվականին նկատի ունեք բովանդակության մասին, կետերի մասին։ Չունեմ նման տեղեկություն ես, խոսքը որ կետերի մասին է, մշտապես մենք գիտենք այս գործընթացը, ինչ նախաստորագրումը, ինչպես է տեղի ունեցել, շատ կետերի վերաբերյալ 17 կետերից շատ կետերի հետ համամիտ չի եղել, համաձայնություն չի տվել հայկական կողմը, ուղարկվել են փաստաթուղթ ուղարկվել է շտկումներով եւ դիտարկումներով հետևերադարձրել ադրբեջանական կողմը, այսինքն անընդհատ այս ցիկլի մեջ են եղել երկու կողմեր, հա, հայկական եւ ադրբեջանական, եւ ի վերջո ունեցանք արդեն համաձայնեցում առնվազն տեքստի եւ բովանդակության ասել է թե 17 կետերի շուրջ։ Լավ, որ այդքան նշում ենք օգոստոսի 8 փաստաթուղթը, մենք տեսնում ենք, որ սրանից հետո էլ թեև այնտեղ կետերով ամրագրված է, որ կողմերը պետք է փոխեն իրար երկխոսությունը, հա, տարածքային պահանջներ չներկայացվեն, բայց մենք հենց դրանից անմիջապես հետո տեսնում ենք, որ Ադրբեջանի մոտ ոչինչ չի փոխվել, ասում են, որ հայկական, ասեմ ինչը չի փոխվել, ասում են հայկական տեղանունները ադրբեջանական ծագում ունեն, Սևանալի չկա, կա Գյոչա ու այսպես շարունակ վերադառնալու ենք Ադրբեջան, վերադառնալու ենք Երևան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով ու այսպես շարունակ։ Ինչ առհասարակ բառը ինչի մասին է, երբ ասում ենք խաղաղություն։ Գիտեք, ես երբ ընթերցում էի այդ հայտարարության բումբովանդակությունը, երբ ինչպես դուք նշեցիք, ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, դա խաղաղության բաղադրիչ է, որ ոչ թե պատերազմել, այլ երկխոսել, ոչ թե կռվել, այլ ձեռք սեղմել երկու երկրների միջև։ Եվ գիտեք ինչ, երբ ասում ենք, այ ադրբեջանական կողմը իդեմս նախագահի ասել է, որ X տարածքը ադրբեջանական առնվազն, հա, անվանում ունի, մեր ընդդիմությունն էլ ամեն օր ասում է ադրբեջանցիները թուրք են, ադրբեջանցիների հետ պետք չէ հարաբերվել, անհնար է իրենց այդ բարիդրացիական հարաբերություններ ունել, հիմա ինչ անենք, գնանք դրա հետևից, գնանք այս թեզերի հետևից, թե գնանք համեմատականներ եք կացնում Ադրբեջանի իշխանության ու ընդդիմության միջև, այսպես փորձում եք։ Օրինակ, հարգելի լրագրող, այսինքն մենք չենք կարող այն ինչ սևով սպիտակին ամրագրվել է, դա թողնենք եւ հետևենք, թե ինչ է ասում օրինակ Ադրբեջանի նախագահը, ունենք փաստաթղթում ամրագրված կետեր եւ մենք գնալու ենք դրա հետևից, կայուն խաղաղություն ունենալու հետևից, կարող են հնչել մի շարք հայտարարություններ, բայց ունենք փաստաթուղթ։ Ում իրենց պատգամավորներից մեկը այսպիսի հայտարարություն արեց, որ եթե մի օր լսեք, որ Ադրբեջանի նախագահը ելույթ է ունենում Երևանի, դու այսպես անլուրջ եմ, ես ավելի շուտ չեմ մեկնաբանի այս միտքը ձեր մեջ բերած, առնվազն անլուրջ եմ համարում, պետք չի գնալ այս մտքերի հետևից, անվերջ կարող ենք մենք գնալ այս մտքերի հետևից, վերլուծել, քննարկել, այսպես ասած դնել եւ վերցնել, բայց ելի եմ ասում, կա փաստաթուղթ երրորդ երկրի ներկայությամբ, աջակցությամբ, սպիտակ տանը, հա, ստորագրված փաստաթուղթ, որի ոչ միայն իրագործման, հետագա կայունության հետևից ենք մենք գնում։ Դե խնդիրն է, Տիկին Ազարյան, որ մի կողմից ասում եք, այս խաղաղության վերջնական երաշխիքն է, հա, մյուս կողմից էլ որպես այդպեսին, երբ որ հարց են կողմում, ինչ երաշխիքներ կան, սահմաններին չհնչող կրակոցներն են։ Ամենակարևոր գործոն ասեմ ցուցիչ, ապացույց, ասեմ թե ինչ, բայց երաշխիք կա, որ այս իհարկե շատ լավ է, որ այս իրավիճակն է սահմանին, բայց ինչ երաշխիք կա, որ եթե ինչ որ մի դիրքորոշման մեջ օրինակ Բաքուն եւ Երևանը համաձայնության չկան, Բաքուն նորից սկսի երաշխիքը երկու երկրների միջև առանց միջնորդավորվածության, հա, առանց միջնորդների կոմունիկացիան է, կապը, երկխոսությունը, սա շատ կարևոր իդեպ
ձեռքբերում է, երբեք երկու երկրները չեն կարողացել առանց միջնորդների բանակցել, սա շատ կարևոր է, որ շատ ամուր մենք հիմա երկխոսություն եւ կոմունիկացիա ունենք մյուս երկրի հետ եւ երաշխիքը այն փաստաթուղթն է, որը գոյություն ունի, ուզում եմ շեշտել պարտադիր գոյություն ունեցող փաստաթուղթ է երկու երկրների կողմից ստորագրված, այսքանը